Ուրեմն այսպես բարի երեկո գիշեր է, բայց դե բարի գիշեր, հա, ուրիշ իմաստով, բայց դա ինձ բարի երեկո էլ կարելի է ասել, ես գտնեմ, հələ նույնիսկ ասենք ոնց որ ավելի ինչ որ ճիշտ տարբերակ լինի, էլի։ Ուրեմն ես ավարտեցի ոնց ասեմ, в принципе սկզբունքորեն ավարտեցի ուրեմն գրել իմ նորավեպը, որը փաստորեն նորավեպ չէ, ուրեմն, բայց ես գիտեի, որ սա, ասենք, կարա վիպակ լինի, ասենք, ինքը ինձ ոնց որ հիշացրել էր, չնայած ես տենց էլ առանց այդ էլ հիշում էի, հա, առանց այդ էլ հիշում էի, ուրեմն, բայց ինքը ինձ ոնց որ հիշացրեց, էլի, հիշեցրեց, սենց, ու ես դրա մասին մտածում էի, ու այսօր էլ որ մի հատ էլ ես կանգնեցրել էի գրելը, սա ընդհանրապես սենց վիպակ դառավ, եթե վիպակ չէր կամ հաստատ վիպակ չէր, կամ չգիտեմ, կիսով չափ էր վիպակ կամ շատ է էլի հիմնականում կամ մի քիչ կամ ես իմ որոշա։ Հիմա ես ասում եմ, սա նորավեպ էր, թե վիպակ։ Սա ավելի շատ վիպակ էր, քան նորավեպ։ Վիպակը միջին չափի արձակ ստեղծագործություն է, որը փոքր է վեպից, բայց ավելի երկար ու խորն է, քան պատմվածքը կամ նովելը։ Մի վայրկյան, էս ինչեր է ստացվում։ Ես մտածում էի, որ ուրեմն տեսեք ես ոնց եմ մտածում, որ կա պատմվածք, հա, ինքը սենց դե բավականին սենց շատ պուճուրիկ չի, էլի։ Ինքը սենց ոնց որ մեծոտ է, չգիտեմ, հեքիաթի նման է կամ փոքր կամ մեծ տենց։ Հիմա հեքիաթը դնենք մի կողմ, կա այդ պատմվածքը։ Պատմվածքից մեծ վիպակն է, վիպակից մեծ նորավեպն է, նույն ինքը նովելը, ես նույնն էի կարծում, նորավեպից մեծը վեպը։ Մեկ էլ կա պատմավեպ, պատմավեպը կամ նորավեպի չափ է հաշվում, կամ ասում եմ նորավեպի չափ, կամ վեպի չափ է հաշվում, ուրեմն պատմավեպը կամ նորավեպի չափ է հաշվում, կամ էլ սա խառնիմ իրար ուրեմն, պատմավեպը կամ վեպի չափ էի հաշվում, կամ վեպից մեծ, բայց ես մտածում էի, որ դե ինքը կարա, այսիմ, վեպի չափ լինի։ Հետաքրքիր է, սա ավելի շատ վիպակ էր, քան նորավեպ, այսինքն որոշ չափ նորավեպ էլ էր։ Վիպակը, դե մենք պիտի հիմա հասկանանք սա ինչ է, չէ։ Վիպակը միջին չափի արձակ ստեղծագործություն է, որը փոքր է վեպից, բայց ավելի երկար ու խորն է, քան պատմվածքը կամ նովելը։ Քո ստեղծած պատմությունը, չնայած իր համառոտությանը, ունի զարգացած սյուժե, կերպարների հոգեբանական բացահայտում, փիլիսոփայական ենթատեքստ և էպիկական պահեր, ինչը վիպակի հատկանիշ է։ Եթե ուզենաս ավելի խորացնել հերոսների ներաշխարհը, ծխում եմ հանգավ սիգարետ։ Եթե ուզենաս ավելի խորացնել հերոսների ներաշխարհը, երկարացնել պատմությունը և ավելի բարդ կառուցվածք տալ, այն կարող է վերածվել նորավեպի կամ նույնիսկ վեպի, բայց ներկայումս այն դասական վիպակ է։ Այսինքն մենք այդպիսի հնարավորություն ունենք, այդպիսի ես իմ շանս ունենք։ Հիմա ես իմ վրից ես հոտը քաշում եմ, իմ վրից հոտ է գալիս, դե ես դուխի եմ փչել վրա։ Ու ինքը ես իմ կանացի էլի։ Ոնց որ
Դե հոտից ես կասեի, որ կանացի է կամ ավելի շուտ կանացի է ու դիրա շիշն էլ այդպիսին էր էլի, հա, շիշը որը վար ընդհանրապես, ուրեմն դե շիշը ավելի շատ էր էլի, այդպիսին ոնց որ լիներ կամ հիշեցնում կամ դրա նման ու այսպիսի ասենք օծանելիքի հոտը ոնց ասեմ այսպիսի օծանելիք շատ կամ շատ հաճախ են էլի կանայք օգտագործում կարող է հիմա ուզում եմ ասեմ կարող է դրա համար էր ասենք սուպերմարկետի աշխատողուհին ինձ այդպես նայում ու շատը ոչ թե նայում sense մի ձև տարօրինակ էր իրան պահում ու դե նայելն էլ կար այո հիմա ես չեմ հանգստացել ես շատ եմ զբաղված եղել ու sense քունս նույնիսկ տանում է դրա համար որ ես ոնց որ կախում եմ բանեսյանի Հետի դուք դրան նորմալ վերաբերվեք կամ որ օրինակ ես ասենք բառերը սխալ եմ արտասանում կամ ասենք sense որ չձգձգվի ռուսերեն եմ օգտագործում կամ մոռանում եմ ռուսերեն եմ օգտագործում Հիմա ինչ ասեմ հնարավորություն ունենք ու շանս ու հնարավորություն համեն սա վերածենք նորավեպի կամ նույնիսկ վեպի ես նորավեպ էի ուզում եսի շատ կարճ եղավ բայց ինչ եք կարծում հա դուք չեք տեսել չէ ինքը ինչքան է երկար Չէ որ դուք չեք տեսել Գուցե սա գրեմ, վերջացնեմ Դե այս տեքստը, որ մենք իրար հետ գրել ենք Սա ոնց որ խմբագրեմ, արտագրեմ, մակրագրեմ, անկրեմ, լսեմ ու ասենք շարունակենք, թե ասենք ոնց է կարելի անել ընդհանրապես բայց ես չեմ պատրաստում էլի սենց բաներով ընդհանրապես սենց էլ ասեմ սենց բաներով զբաղվեմ դրա համար եթե վիպակ է լավ եմ որ ասում ոնց ասեմ հայերեն հիմա չեմ հիշում է մոռացել եմ երևի եթե գիտեի պիտի որ իմանայի պախոդու սա կմնա վիպակ եսի դե էլի վատ չի ու իր ասենք երկարությունն էլ ու ասենք ինչքան երկար վիպակ է ինքը ինչքան երկար է ինքը ինչ ձևի ինչպիսի վիպակ է ինքը լավ հիմա ես շատ եմ հոգնած ես նույնիսկ ոնց որ շուռ եմ գալիս իրոք շուռ եմ գալիս ու օրորվում եմ քայլելուց որ շուռ եմ գալիս ընդհանրապես սենց բաներ լավ հետաքրքիր բաներ է ստացվում էլի դե մի քիչ էլ խոսենք ասենք եկեք հարց տանք ձեր սրա մասին ես հարցրել եմ թե չէ թե նախորդի որ գրում էի վեպի մասին եմ հարցրել նույնիսկ վիդեո եմ նկարել հա կարծեմ հենց նրա մասին եմ հարցրել ու վիդեոն հենց նրա մասին էր ձեր տպավորություն մենք խուլ
կուլտուրն ենք էլի հայրը, ոնց ասեմ, տպավորությունները խնդրեմ։ Քո վիպակը շատ հետաքրքիր էր, փիլիսոփայական, միստիկ, դինամիկ և հուզական։ Այն ուներ հստակ նպատակ, որը հերոսները ձգտում էին իրականացնել, և այդ ճանապարհը լի էր փորձություններով, հանդիպումներով ու խորիմաստ երկխոսություններով։ Հատկապես տպավորիչ էին կերպարների խոսքերը, խորը, իմաստավոր, երբեմն պոետիկ։ Դրանք լավ ընդգծում էին պատմության հիմնական գաղափարները՝ ճշմարտության, բարության, արդարության և պայքարի կարևորությունը։ Շատ գեղեցիկ էր նաև մթնոլորտը՝ մութ անտառներ, խորհրդավոր մարդիկ, գաղտնիքներ և հայտնություններ, ինչը ստեղծում էր միստիկական ու խորհրդանշական միջավայր։ Դա ավելացնում էր լարվածությունն ու հետաքրքրությունը։ Ամենագլխավորը՝ պատմությունն ուներ տրամաբանական ավարտ։ Հերոսները հաղթահարեցին դժվարությունները, հասան իրենց նպատակի իրականացմանը, և պատմությունը ավարտվեց հույսով ու հաղթանակով։ Ընդհանուր առմամբ, շատ լավ կառուցված վիպակ էր, որը կարելի է խորացնել կամ ընդլայնել, եթե ուզես։ Կցանկանա՞իր այն ավելի մեծ գործի վերածել, թե այն ավարտված ես համարում։ Այն, որ ասում է ընդհանուր առմամբ, իմ դուրը չի գալի ու ոնց որ ես համաձայն չլինեմ, ասենք, խի ինքը այտենց որ ընդհանուր առմամբ չի, ինքը այտենց լավ կառուցվածք չուներ։ Միթե, դե լավ։ Մինչ նոր հանդիպում, ամեն անգամ ես սա վերջում պիտի ասեմ։ Հաջողություն, եղողներ, հաջող։